Ինչ է կոռուպցիան։ Վատ հիվանդությունը, որը ես չեմ ուզում ծեվի մարկանց ստենամ, քաղաքային իրավիճակը։ Այդ մարդը հիմնականում թույլ մարդ է։ Կոռուպցիանի մոտ ասացվում այն ինչ-որ կրիզիս վիճակի հետ։ Չգիտեմ։ Ինչ է կաշառակերությունը։ Տավարիշ միլիցիա ջան, ես 10,000 դրամ էլ ինչ չբռնեք։ Դագավարից է, էլի։ Պայմանավորվել։ Կաշառակերությունը, երբ որ ասենք օրենքներից դուրս ինչ-որ գործողությունները գումարի դիմաց կատարվում են, Այդ կաշառակերությունը ոնց որ թույնը մարդու օրգանիզմում։ Իր գնահատականները շատ փափ են եւ իր ծնողներն են ցենանում, որ իր գնահատականները այսինքն դասատուին կաշառում են ինչ որ գումարով կամ բամբանիեր կահավար։ Կաշառակերությունը, որ օրինակ մարդուն համոզում են փողով, որ այս բանը անի, սա է, ես օրինակ կաշառակերության չեմ երթանգվում, մենակ մամայիս եմ լսել։ Ինչպես են պատժում կաշառակերներին։ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում պատժվում են, ովքեր կաշառքը վերցնում են եւ կաշառքը տվողները, բայց ինձ թվում է այդ օրենքները ոչ բոլորի համար են գործում եւ դրա համար կաշառակերությունը դեռևս շարունակվում է։ Պիտի առաջին շանս տան ու երկրորդ, որ պիտի հասկանան, մի անգամ նորմալ բացատրեն, որ տեսնեն ինքը էլի է անում, թե չէ, ու երկրորդ անգամից արդեն պատժեն։ Մտածում եմ տուգանքով։ Ինչ է պետք անել, որ կաշառակերությունը նվազի։ Հիմնական մտածում եմ, որ պետք է ավելի մեր ոստիկանությունը զարգացնել, թե չէ կոռուպցիաների պատճառով մեր երկիրը դանդաղ է զարգանում։ Չընդունել կաշառակերությունը։ Օրինակ առաջարկի քեզ փող, որ օրինակ ես բանը անես, բայց օրինակ չանենք եւ փողն չուզենք, կարող սենց է վերանամ։ Ամեն ինչ արանց դաշը։ Պետք է մարկը համաձայնվում չշպարել մարդկանց։ Մենք պետք է հենց պայքարենք, որ օրենքը բոլորի համար գործի։ Ինչ է նշանակում լինել ազնիվ քաղաքացի։ Ազնիվ քաղաքացի, որը բարեկիր թե միշտ մարդկանց օգնում է, Օրենքներին հետևում է, ինչ որ թաքուն գործեր չի անում, սենց ասեմ։ Որ ինքը իր երկիրը սիրի եւ վատություն չանի իր երկրին, Չխոփել։ Մտածում եմ, որ սենց օրինակ մի գողություն արե, ինքը ուրիշ գողերի նման չի ասում ես չեմ, նա չի, ասում է այնա ես եմ էլի արե։ Կարող է մի հետ մի հատ կաշառակերության խաթեր ամբողջ պետություն փլուզվի։ Ես հավատում եմ, որ կարա այցևի բան լինի։ Ես տեսածել եմ։